Ողջույն սիրելի հետևորդներ, Լավիդա Արմենիայի հյուրն է, Armenios de España Facebook-յան բազմահազարանոց խմբի համահիմնադիր եւ ադմինիստրատոր Կարինե Ամիրյանը։ Ողջույն Կարինե։ Ողջույն Անի, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ ինձ հրավիրել ես քո ոդկաստ։ Հետևում եմ քո ոդկասթին, արդեն կարելի ասել ամենասկզբից եւ շատ շնորհակալ եմ, որ ինձ մտքումդ ուներ եւ հրավիրեցիր այսօր զրուցելու։ Շնորհակալ եմ շատ քեզ ջերմ խոսքերի եւ նաեւ հրավերն ընդունելու համար, Կարինե ջան։ Տևական ժամանակ է բնակվում ես Իսպանիայում։ Ինչպես սկսվեց քո ճանապարհը Իսպանիայում։ Ինչպես սկսվեց, արդեն 19 տարին բոլորել եմ, որ Իսպանիայում եմ, բավականին երկար ժամանակ է, ինչպես եղավ, կարելի ասել շատ ոչ հերվից մտածված, ես այն մարդկանցից եմ ասում եմ, ես Հայաստանում եմ լինելու, այստեղ եմ աշխատելու, բայց կյանքը ցույց տվեց, որ երբեմն դու անում ես քայլեր, որոնք որ ավելի դուրս են գալիս քո պլաններից եւ այնպես էր արդեն, որ մայրս գտնվում էր Իսպանիայում այն ժամանակ եւ ես պետք է ունենայի իմ առաջնեկին եւ դեկրետ պետք է գնայի աշխատանքից եւ որոշեցի, որ ամենալավը հոգեպես կլինի ինձ համար եւ մորս համար, որպեսզի ես լինեմ այստեղ եւ մայրս կարողանա ինձ աջակցել այդ գեղեցիկ, այսպես ասած, իրադարձությունը եւ պահերը կիսել հենց մորս հետ եւ մորս կարոտից էր, որ կարելի ասել հիմնական մոտիվացիան էր, որ ես համաձայնվեցի տեղափոխվել Իսպանիա 2006 թվականի վերջերին։ Եվ մայրիկից շնորհիվ էլ մենք ունեցանք Կարինե հայ համայնքում։ Շնորհակալ ենք մայրիկին։ Շնորհակալություն։ Կարինե, ո՞րն է քո մասնագիտությունը եւ արդյոք այն անդրադարձ ունեցել է քո այժմյան համայնքային գործունեության վրա։ Հետաքրքիր հարց է Անի ջան, մասնագիտություններ շատ ունեմ, կարելի է ասել, մեկը չեն, երկուսն էլ չեն։ Կարող եմ ասել, որ իմ կյանքի ընթացքում համալսարան ավարտելուց հետո համալսարանը եղել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ մենեջմենթի ուղղվածությամբ։ Հենց այդ ժամանակից սկսված ունեցել եմ ինչպես են ասում, մի միտք, որը անընդհատ ինչ-որ նոր բաներ է փնտրել, եղել եմ այսպես ասած սպունգ, որը ցանկացած նոր բան սովորել է եւ հետաքրքրասիրություն է ունեցել նոր բաներ սովորելու, բացահայտելու, փորձելու եւ ստացվել է, որ համալսարանը ավարտելուց հետո սկսել եմ հետաքրքրվել ճարտարապետությամբ, ավելի շուտ գծագրությամբ, հենց ճարտարապետական ոլորտում եւ կարելի է ասել փոքր քայլերով եւ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցի երկրորդ մասնագիտություն, որը գծագրությունն էր, սկսեցի աշխատել տարբեր գծագրային ինստիտուտներում եւ այս վերջում մինչեւ Հայաստանից տեղափոխվել աշխատում էի ճարտարապետական ստուդիոյում, որտեղ որ արդեն կարելի է ասել 1.5 տարվա ընթացքում արդեն սկսել էի անել մեկ նոր բան, դա 3D մոդելավորումն էր, վիզուալիզացիան էր եւ ահա այսպես մտա այս աշխարհ, անկախ այն բանից, որ սովորել էի 5 տարիների ընթացքում կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, հաշվապահություն, փիլիսոփայություն եւ այլն, անգամ ծրագրավորում, ես արդյունքում սկսեցի աշխատել այս ոլորտում։ Եվ անմիջապես Իսպանիա գալուց հետո պրպտում էի, երբ որ բարիկս դեռ փոքր էր, պրպտում էի գտնելու այն տարբերակները, որոնք ինձ հնարավորություն կտային տանից աշխատելու եւ գումար վաստակելու եւ այդպես սկսեցի բացահայտել ինձ համար գրաֆիկական դիզայնը, նախադիզայնը եւ նաեւ սկսեցի անել թարգմանություններ, ինչու՞ չէ, ես փորձում էի տանից ունենալով 2 փոքր երեխա աշխատել, տարբեր բաներ անել, այսպես ինչպես ասեցի ամենասկզբում, շատ հետաքրքրասեր եմ միշտ եղել եւ իմ ուժերը փորձել եմ տարբեր ոլորտներում, այսպես կարող եմ ամփոփել, որպեսզի երկար չստացվի, որ մասնագիտություններս տարբեր են։ Այսօրվա դրությամբ աշխատում եմ որպես project manager մի էներգետիկ ինժեներական ֆիրմայում եւ
այո, անգամ հասել եմ այս կետին եւ իհարկե կարող եմ ասել, որ իմ ամբողջ անցած ճանապարհը եւ փորձը տարբեր մասնագիտություններից եւ անգամ իմ 5 տարյա ուսումը համասարանական ինձ օր-օրի ապացուցել են, որ կարևոր են եւ օգտակար են։ Եվ այսպիսով կարողացել եմ համադրել եւ ստանալ այն արդյունքները, որ այսօր կարող եմ ստանալ իմ ներկայիս աշխատանքի մեջ։ Այսպես մասնագիտությունս բազմազան է, այսպիսով։ Ինչպես ծնվեց Armenios de España Facebook-յան խմբի հիմնադրման գաղափարը եւ ո՞րն է խմբի առաքելությունը։ Ես կարող եմ փոքրիկ նախաբանով սկսել այս հատվածը։ Armenios de España խմբի ստեղծումը հետևեց մի շրջանի, երբ այստեղ մի քանի ծնողներով համախմբեցին եւ ստեղծեցին փոքրիկ հայկական դպրոց Մալագա քաղաքում եւ մեր ուժերով չլինելով մասնագետ, մանկավարժ եւ այլն փորձեցինք երկար ժամանակ մեր երեխաներին սովորեցնել հայերեն, մեր ծնողների մեջից կար շատ լավ բան իմաց հայրենի իմացությամբ ծնող, ով հիմնականում վարում էր դասերը եւ սովորեցնում էր մեր բոլորիս երեխաներին։ Երբեմն բացակայությունների դեպքում փոխարինում էինք որոշ ծնողներ, այսինքն միահամուռ ուժերով մենք ինքներս գտնում էինք տարածքներ, որտեղ որ անցկացնում էինք դասերը շատ, այսպես ասած, կարելի ասել ոչ տրադիցիոն էին, երբեմն էլ լինում, մենք բացօթյա դասեր էինք ունենում եւ ոչ տրադիցիոն ձևերով էինք փորձում սովորեցնել երեխաներին, որպեսզի դա զվարճալի լինի։ Այսինքն այդ փուլից ելնելով եւ այն կարելի է ասել մենք նոր էինք Իսպանիայում եւ փորձում էինք բացահայտել եւ գտնել հարթակներ, որտեղ կարող ենք տարբեր ծնողներով եւ ընդհանրապես տարբեր հայերով Իսպանիայում կարողանանք հաղորդակցվել եւ փորձի փոխանակում անել։ Այդ պահին դպրոցի փորձից ելնելով եւ այդպես եկանք այն մտքին, հիմնականում Միքայելը, երկրորդ ադմինիստրատորը մեր խմբի, ով բացեց այդ խումբը, հարթակը, կարելի ասել մոտ 10 տարի առաջ, մի քիչ ավել 10 տարուց, որպեսզի լինի հարթակ ընդհանուր ամբողջ Իսպանիայի տարածքում հայերի հետ հաղորդակցում։ Հարթակը ամենասկզբից пассив էր եւ քիչ-քիչ մի 2 տարի հետո սկսեցինք նկատել հետաքրքրություն մարդկանց կողմից, որ սկսեցին ավելացնել խումբը իրենց մոտ, այսինքն մտնել խումբ եւ այդպես այդտեղեր հասկացանք, որ պետք է ուշադրություն դարձնենք այս խմբին եւ փորձենք, այսպես ասած, կազմակերպել խումբը պատշաճ ձևով։ Մոտարապես 7 տարի առաջ ինչ ես անձամբ միացել եմ խմբին, երկուսով ենք վարում խումբը այսօրվա դրությամբ եւ այսօրվա դրությամբ ունենք մոտ 12000-13000-ից ավել խմբի անդամներ, կարող եմ ասել, որ մեծամասնությունը հենց Իսպանիայում բնակվող մարդիկ են, կան նաև Հայաստանից մարդիկ, ովքեր հետաքրքրված են Իսպանիայի կյանքով, կամ ուզում են գալ սովորել, կամ ուզում են գալ այստեղ տեղափոխվել, աշխատել, ապրել, կան մարդիկ նաև հայեր, իսպանախոս Լատինո Ամերիկայից, այսինքն խումբը բազմազան է, ունեցել ենք նաև եւ ունենք իսպանացի ընկերներ, ովքեր ունեն հայ ընկերուհի, ամուսին եւ այլն ընտանիքի անդամ եւ այո, խմբի նպատակներից մեկն է օրինակ հասանելի դարձնել տարբեր համայնքների կապը, աշխատանքը եւ ինչու ոչ հասանելի դարձնել նաեւ խմբում ինֆորմացիան տեղեկությունը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ ուր են գալիս, ինչպես է պետք անել այս կամ այն ադմինիստրատիվ կամ փաստաթղթային գործընթացը, կան մարդիկ մի հարթակ է այսօրվա դրությամբ, որը դարձել է մարդկանց օգնելու տեղ եւ օգնություն փնտրելու տեղ։ Նաեւ կարող եմ ասել նաեւ, որ ամեն ինչը այս պահի դրությամբ այսքան ժամանակ հիմնված է եղել մեր երկուսիս էնտուզիազմի վրա, սակայն կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ էնտուզիազմով շատ երկար հնարավոր չէ շարժվել եւ արդեն որոշ ժամանակ է փնտրում ենք այնպիսի ուղիներ, որոնք կարողանան մոնետիզացնել մեր աշխատանքը, փոխհատուցել ինչ-որ ձևով, ոչ մի դեպքում չենք փորձում գտնել շահույթներ, այդպես, որովհետև երկուսս էլ ունենք մեր հիմնական զբաղվածությունը եւ
շատ գոհ ենք մեր զբաղվածությունից եւ մեր կյանքը կարող ենք հոգալ, սակայն որպեսզի կարողանանք շարունակել ժամանակ հատկացնել եւ միգուցե օգնություն խնդրել մարդկանց, ովքեր ոնց կարող են օգնել այդ խմբի կառավարման հարցում, պետք կլինի փոքրինչ նորություններ մտցնել, որպեսզի կարողանանք այդ ամենը երկարաժամկետ տանել առաջ։ Նաև ուզում եմ հավելել, որ խումբը կամուրջ է հանդիսանում նաև հայաստանաբնակների եւ իսպանաբնակների միջև, ինչպես նաև միջհամայնքային կապ է ստեղծում տարբեր համայնքների մեջ։ Մենք հենց այդպես էլ իրար ճանաչել ենք, խմբերի միջոցով ու հուսամ համագործակցությունը էլ ավելի կշարունակվի եւ ցանկանում եմ իմանալ ինչ քննարկումներ են ավելի հաճախ լինում խմբում եւ ինչ մարտահրավերների եք բախվում խմբի ադմին լինելով, վստահ եմ, որ շատ են մարտահրավերները։ Այո, ինչ քննարկումներ են լինում, հիմնականում հարցերը, որ քննարկվում են խմբում, դա ադմինիստրատիվ, լեգալիզացման, տարբեր բյուրոկրատական հարցեր լուծելու թեմաներ են առաջ գալիս, բնականon են կամ տուն են փնտրում, ընդհանրապես Իսպանիայի կյանքին են ուզում ծանոթանալ հարցերի միջոցով, հարցերը բազմազան են իրականում, կան բացառություններ, կան թեմաներ, որոնք չեն թույլատրվում խմբում, ելնելով այն հանգամանքից, որ թեմաներ են, որոնք հիմնականում ցավոք սրտի առաջացնում են կոնֆլիկտներ, դա կրոնական թեմաներն են եւ քաղաքական թեմաներն են։ Այո, անկախ այն բանից, ինչ դիրքորոշում ունենք բոլորս քաղաքական, մենք եղան մի քանի դեպքեր, երբ որ քաղաքական գրառումներ թույլ տրվեցին եւ տեսանք արդյունքը այն չէր, ինչը որ կնպաստի մեր խմբի կամ համահունչ է մեր խմբի փիլիսոփայությանը, դա է եւ պատճառը, որ այդ թեման օրինակ արգելված է խմբում, բոլոր նման գրառումները, որոնք տանում են այդ թեմային կամ հենց այդ թեմայի մեջ են, մերժվում են միանգամից։ Մարտահրավերների մասով կարող եմ ասել, որ հիմնական մարտահրավերներից դա պահպանել այդ ոչ կոնֆլիկտային համերաշխ մթնոլորտը եւ հիմնական թեման կարելի ասել ես շատ հետեւողական եմ այդ թեմայի հետ, այդ հարցով, երևի նկատած կլինեն այն մարդիկ, ովքեր որ ակտիվ են խմբում եւ հետեւում են իմ գրառումներին, շատ կարևորում եմ լեզվի հայատար հայերենի հատկապես հայատար հայերենի գործոնը, որովհետև ուզում եմ այստեղ հենց նշել, որ մենք բավականին բաց մտածելակերպով մարդիկ ենք, ողջունում ենք բոլոր աշխարհի բոլոր ծայրամասերից հայերի ներկայությունը մեր խմբում եւ ուզում ենք, որպեսզի համայնքը ծառայի բոլորին, ովքեր որ դրական մղումներ ունեն, ճանաչելու համայնքը, միասին փորձի փոխանակում անել, ընդգրկվեն եւ ինտեգրվեն համայնքի մեջ, անկախ այն բանից մենք գալիս ենք Հայաստանից, Ռուսաստանից, Լատինոամերիկայից, թե Սիրիայից, Լիբանանից եւ այլն, բոլորս հայ ենք եւ մի բան ենք կիսում եւ ուզում ենք, որպեսզի այդ հայկական շունչը պահպանվի։ Այնուամենայնիվ, այսպեսի սահմանափակում ենք մտցրել խմբում, որ հայերեն կարող են գրել միայն հայատար, անգամ նախընտրում ենք, որպեսզի սխալներով հայերեն լինի եւ չլինի այլատար հայերեն, որովհետեւ շատերս գիտենք, որ երբ սկսեցինք ունենալ բոլորս սմարթֆոններ, շատերս եւ կարելի ասել բոլորս սկսեցինք գրել հայերենը լատինատար կամ կիրիլիցայով եւ բոլորիս մոտ այդ սովորությունը երբեք հենց ամենասկզբից կար։ Ես ինքս մի քանի շաբաթ տանջվել եմ, որպեսզի սովորեցնեմ ինձ սմարթֆոններով գրել հայատար։ Դա հնարավոր է, ես իմ փորձից ելնելով, ես համոզված եմ, եթե մարդը նպատակ է դնում, կարող է հասնել դրան եւ իրոք եմ ասում, դա 2-3 շաբաթ կարող է տևի այդ տանջանքը, ճակերտավոր, եւ դրանից հետո դու կարող ես տիրապետում ես հայատար ստեղնաշարին եւ կարող ես գրել հայատար, այսինքն շեշտադրում ենք անում, որպեսզի հայերենը գրվի հայատար, մերժվում են բոլոր ոչ հայատար հայերենով գրվածները, միևնույն ժամանակ խմբում թույլատրում ենք իսպաներեն գրառումներ, ռուսերեն գրառումներ եւ անգլերեն գրառումներ։ Այսպես ասած, հիմնված վիճակագրության վրա տեսնում ենք, որ մեր խմբում հիմնականում
այս լեզվակիրներն են ընդգրկված եւ դա է պատճառը, որ այս 4 լեզուները նշել ենք։ Այսպես մարտահրավերներից ամենամեծը լեզուն է եւ պահպանել այդ մթնոլորտը, ինչպես նշեցի, որպեսզի կոնֆլիկտային չլինի, երբեմն լինում են կամ եղել են կոնֆլիկտներ, այո, պետք է որպես ադմինիստրատոր։ Ինչպես եք հաղթել այդ կոնֆլիկտը։ Տեսեք, միջոցները տարբեր են եղել են ծայրահեղ միջոցներ, որ ստիպված ես եղել մարդուն հեռացնել, բայց ասեմ, որ 1 կամ 2 անգամ այդպիսի բան եղել, հիմնականում կարողանում են գտնել այդ միջին հայտարարի գալ, ոսկե միջինը, որպեսզի մարդիկ ընկալեն եւ հարգանքով վերաբերվեն։ Կարծում եմ ադմինիստրատորները պատասխանատվություն ունեն այն մասով, որ չեն կարող միայն ստեղծել մի հարթակ եւ կողքաշվել եւ թողնել, որպեսզի ինքնահոսի գնա եւ մարդիկ մոդերացիա չլինի, պետք է եթե կարիքը կա, պետք է ներխուժենք, այսպես ասած, ճակերտավոր եւ բարձաբանում մտցնենք եւ այո, ուշադրություն հրավիրենք, ինչու ոչ։ Հիմնականում, ասում եմ, բացառություն են եղել խմբից մարդկանց հեռացնելու դեպքերը, հիմնականում փորձել ենք եւ ստացվել է, կարծում եմ, այսպես ասած, կարգի հրավիրել մթնոլորտը եւ բերել։ Ինձ թվում է ադմինիստրատորներից շատ մեծ բան է գալիս եւ փորձում ենք այդպես այդ փիլիսոփայությունը փորձում ենք հենց մեր գրառումներով եւ ներմուծել խումբ եւ բարձ դարձնել, որ այստեղ կան սահմաններ եւ արժեքներ, որոնք չլինի հատել, այսպես ասած, այս հարթակում։ Կարինե, խոսեցինք լեզվի պահպանումից, դրա կարևորությունից եւ դրանից կարող է բխում է հետեւյալ հարցը. մենք ինքնության պահպանման վտանգի առջև ենք կանգնած, չէ՞, այստեղի ծնված երեխաների հետ։ Ըստ քեզ, ինչպես կարող ենք կանխել դա։ Եվ արդյոք ըստ քեզ նոր այստեղ ծնված սերունդը մարդիկ կխոսեն հայերենով, կպահպանեն հայերենը, ոչ միայն հայերենը, այլ հայ մշակույթը։ Այո, ես կարծում եմ դա մեծ խնդիր է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Կարծում եմ այդտեղ պետք է բոլորիս, նախ եւ առաջ ծնողներիս հետևողականությունը եւ սկզբունքայնությունը։ Սկզբունքային լինենք, որ երեխաները տանը խոսեն հայերեն։ Ես անգամ ինքս անձամբ ունեմ այն մարտահրավերներ, ինձ թվում է շատ հայաստանցի հայեր ունեն այդ մարտահրավերը, որ առօրյայում, որ օգտագործում ենք այլազգի բառեր, շատ ռուսերեն բառեր, այո, եւ այդ մարտահրավերը կարելի ասել ամեն օր է, որ դու պետք է անդադ քեզ հետևես, որպեսզի օգտագործես մաքուր հայերեն բառեր քո խոսքի մեջ, քո երեխաների հետ, եւ ես դա ամեն օր, անկեղծ ասած, փորձում եմ անել, մեծ ուշադրություն եմ դարձնում դրան, երբ որ շատ ավելի sense հանգիստ մթնոլորտում զրույց եմ անում, ես նկատում եմ, որ ես ինքս օգտագործում եմ բառեր, որոնք հայերեն չեն, բայց երեխաների հետ շատ հետևողական եմ փորձում լինել եւ եթե երեխաներս լինելով օտար երկրում, որտեղ հայերեն դպրոց չեն գնում, մանկապարտեզ չեն գնացել եւ ուսումը չեն ստանում հայերեն լեզվով, գոնե այդ ամենօրյա խոսակցական հայերենը գոնե լինի մաքուր, հա։ Այսպես կարծում եմ, որ ընտանիքից շատ բան ունենք անելու, նախ եւ առաջ, այդ մաքուրը երկրորդական կարելի է համարել, բայց նախ եւ առաջ պետք է լինենք սկզբունքային եւ աշխատել միշտ խոսել հայերեն տանը։ Երկրորդը ինձ թվում է համայնքային մակարդակով պետք է մշակենք, ինձ կարծում եմ դեռ պակասում են, համայնքային մակարդակով պետք է մշակենք համակարգված մոտեցում, թե ինչպես բոլոր դպրոցների եւ մշակութային կենտրոնների մակարդակով ինչպես անենք, որպեսզի երեխաները կարողանան մնալ այդ հայերեն զրույցի տարածքում, երբ որ գնում են դպրոց։ Կարծում եմ ծնողների եւ դասատուների հետևողականությունը շատ կարևոր է եւ կարծում եմ նաեւ համագործակցությունը տարբեր փոքրիկ համայնքների միջեւ Իսպանիայի մակարդակով կարևոր է անել ֆորումներ եւ քննարկել այսպիսի հարցեր,
մեծ հաճույքով ես պատրաստակամ եմ մասնակցելու նման ֆորումների, ինքս նաև նախաձեռնելու նման ֆորումներ, կարծում եմ արդյունքներ կարող է տալ, որպեսզի ավելի լավացնենք մեր երեխաների հայրենի լեզվի եւ մշակույթի իմացությունը, բավականին լուրջ պետք է վերաբերվենք այս հարցին, որովհետև մենք ծնողներս ընտրել ենք մի ուղի, որը ի սկզբանե հեշտ չէ, մենք այդպես ասած տարբեր հանգամանքներից ելնելով ընտրել ենք, որ մեր երեխաները պետք է ծնվեն Հայաստանից դուրս եւ լեզվի, մշակույթի այդ այսպես ասած շրջանակից դուրս եւ իհարկե կրկնակի պատասխանատվություն ենք կրում իմ կարծիքով, որպեսզի մեր երեխաները չկտրվեն լեզվից եւ մշակույթից։ Կարծում եմ ակտիվացնելով մշակութային կյանքը, ես գիտեմ, որ օրինակ Բարսելոնայում, Վալենսիայում, հատկապես Բարսելոնայում, որտեղ հայերը շատ են, բավականին ակտիվ մշակութային կյանք կա, շատ դպրոցներ կան, բարի խմբակներ կան եւ այլն։ Ես գտնում եմ Մալագա քաղաքում եւ այստեղ կարելի ասել բավականին հեռու ենք այդ իրավիճակից, որ ունենանք տարբեր դպրոցներ եւ շատ ակտիվ մշակութային կյանք, բայց այստեղ փորձում ենք համայնքում ակտիվացնել եւ փորձում ենք զարգացնել մշակութային կյանքը, ակտիվացնել եւ արդեն այո, կարծում եմ լավ հաջողված քայլեր արդեն ունենք արված եւ պետք է ուղղակի շարունակել եւ փոքր համայնքներում նաեւ պետք է մտածենք թե ինչպես հասցնենք այդ գիտելիքը մեր երեխաներին եւ այդ շփումը միջ համայնքային կարող է երեխաներին մեծ նոր ուժ տալ, որպեսզի այսպես ասած կարողանան այդ կապը հաստատել մշակույթի հետ։ Ես հենց հրապարակայնորեն ուզում եմ ասել, որ ինքս էլ պատրաստակամություն եմ հայտնում ցանկացած ֆորում, եթե կազմակերպես, ցանկացած նմանատիպ հայամետ միջոցառման համար, ինքս էլ մասնակից կլինեմ, մեծ սիրով մասնակից կլինեմ ու կտարածեմ ամեն ինչ, որովհետև վստահ եմ, որ դրա պակասը կա համայնքներում եւ շատ շնորհակալ կլինեմ, եթե նախաձեռնես ու մեզ էլ մասնակիցը դարձնես, Կարինե ջան։ Եվ հարցից կեսը պատասխանեցիր, ուզում եի հարց տալ, թե ինչպիսին է համայնքը Մալագայում, քանի հոգանոց մոտավոր համայնք ունի Մալագան, եւ վերջերս բացվել է հայ առաքելական եկեղեցի ուրախություն բոլորիս Մալագայում։ Եվ եկեղեցու բացմամբ ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել համայնքում։ Այո, կարող եմ ասել, որ Մալագայի համայնքը փոքրաթիվ համայնք է, համեմատած ուրիշ մեծ քաղաքների համայնքների հետ։ Այստեղ կարող ենք ասել մոտավորապես ամբողջ Մալագայի պրովինցիայում կարող ենք առավելագույնս հաշվել երևի 500 հայ, 500 հայ եւ Մալագայի համայնքը կարելի ասել, որ շատ նոր չէ, նույն վաղեմությունը կարող է ունենալ ինչպես Բարսելոնայի համայնքը կամ Վալենսիայի համայնքը, սակայն այդ սակավաթվությունը կամ փոքր համայնք լինելը կարելի ասել թույլ չի տվել Մալագային, որպեսզի շատ մեծ արագ քայլերով զարգանա, փոքրիկ քայլերով տարբեր փորձերով հաջողված եւ ոչ այդքան հաջողված փորձերով համայնքը այսօր ավելին թե կայացած է կարելի ասել եւ միանշանակ կարող եմ ասել որ հայկական եկեղեցու ստեղծումը այստեղ բավականին դրականորեն նպաստել է որպեսզի համայնքը ել ավելի համախմբված լինի, ավելի կենտրոնացած, ավելի նպատակներով հագեցած համայնք լինի եւ աշխուժ համայնք լինի, միանշանակ։ Եկեղեցին արդեն ստեղծված է 3 տարի, 3 ամբողջական տարի եւ բնականաբար իր մեծ դերն է կատարում եւ իհարկե պետք է ամեն ինչ անենք բոլոր հայերս, նախ եւ առաջ Մալագայի հայերս եւ ինչու ոչ նաեւ Իսպանիայի հայերս, որպեսզի եկեղեցին կայանա եւ շարունակական լինի։ Ես գիտեմ, որ եկեղեցական գործունեություն եւ ծառայություն կա
ընդհանրապես Իսպանիայի բոլոր ամբողջ հիմնական բնակավայրերում, Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում լինում են ծիսակադրություններ, եկեղեցական պատարակներ եւ այլն։ Դա էլ եմ շատ կարևոր համարում, այսինքն մենք այստեղ ունենք եկեղեցի որպես կառույց, որպես ֆիզիկական շենք, բայց նաեւ հարկ է նշել, որ շատ կարևոր են նաեւ այդ բոլոր գործունեությունները, որ անկախ են բանից, որ որպես հայկական եկեղեցի այդպիսինը չկա, մյուս համայնքներում մարդիկ շարունակում են կարիքը ունենալ եւ կա այդպիսի ծառայություն, հոգեվոր ծառայություն, որ մեր արևմտյան Եվրոպայի թեմը կարողանում է մատուցել մեր բոլոր եվրոպացիներին, հատկապես այն երկրներին, որոնք պատկանում են թեմին, այդ թվում նաև Իսպանիան, այսինքն այո, կարևոր է եկեղեցին կարծում եմ համախմբող գործառույթ ունի, ընդհանրապես նաև Սփյուռքում եւ ֆիզիկական կառույցի եկեղեցու շենքի ներկայությունը եւս լրացուցիչ ձևով նպաստում է համայնքի համախմբմանը։ Իսկ գործում է դպրոցը Կիրակնորիա Մալագայում, հայկական դպրոցը, եւ արդյոք եկեղեցին նպաստում է դպրոցի գործունեությանը։ Այո, եկեղեցուկից կա հայկական Կիրակնորիա դպրոց եւ գործում է, եկեղեցու հենց տարածքում է գտնվում եւ կարող եմ ասել, որ այո, եկեղեցու գործոնը նպաստում է, որպեսզի հայկական դպրոցն էլ կայանան եւ նույն ժամանակ մեծ դեր է խաղում այդ հարցում։ Եվ միանշանակ ինձ թվում է հենց այդպես էլ եղել է, որ հայկական դպրոցը կայացել է այնպեսին, որ ինչպեսին հիմա կա, բավականին այս դեպքում մեծ դասարան կարելի ասել, համեմատած մեծ դասարան, համեմատելով այն հին ժամանակներում, ինչ որ եղել են հայկական դպրոցների ժամանակներում, այնպես որ միանշանակ։ Կարինե, ինչն է քեզ ամենաշատը ոգեշնչում շարունակելու համայնքային գործունեությունը։ Ինչն է ինձ ոգեշնչում։ Ես կարծում եմ այնպիսի անձնավորություն եմ, որը սիրում է կիսվել իր փորձով, սիրում է օգնել մարդկանց եւ սիրում եմ պատմել իմ պատմությունը, ոչ թե իմ առօրյան կամ ինչպիսի մարդ եմ ես կամ կիսվել իմ ֆոտոներով, ես սիրում եմ պատմել պատմություններ եւ այդ պատմությունները չնայած որ կարող են առաջին հայացքից թվալ անձնական ընտանեկան պատմություններ, դրանք նաեւ մեր ազգային պատմություններ կարելի են կալել, ես կարծում եմ դա է ինձ ոգեշնչում առաջին հերթին, որպեսզի ես շարունակեմ համայնքային ակտիվությունս եւ ցանկանում եմ իհարկե որպեսզի կառուցվի այդ դրական մթնոլորտը համայնքների միջև եւ ինչու ոչ նաեւ հայկական համայնքների եւ իսպանական մշակույթի, հայկական մշակույթի եւ իսպանական մշակույթի միջև կարծում եմ բոլոր մարդիկ ովքեր որ այստեղ ինտեգրված են իրենց համարում կարող են եւ միգուցե եւ պարտավոր են, չեմ ուզում ոչ մեկին պարտավորեցնել, այնուամենայնիվ ասեցի այդ բառը, ես ինքս անձամբ կարծում եմ, որ եթե դու ապրում ես մի երկրում եւ ինտեգրված ես քեզ համարում եւ ունես իսպանացի ծանոթներ կամ ընկերներ, նախ եւ առաջ կարող ես պատմել քո պատմությունը եւ ներկայացնել քո մշակույթը, ինչը կարծում եմ, որ մեծ մասից պարգևում է երջանկություն, որ մենք կարող ենք մեր պատմությունը պատմել, կիսվել մեր բաղադրատոմսով, մեր ուտելիքներով, այո, մեր երկրի պատմությամբ, մեր ապրած կյանքով, կարծում եմ բոլորը, ովքեր որ ինտեգրված են համարում, կարող են դա անել եւ ինձ թվում է իմ երազանքներից մեկը հենց դա է, որպեսզի կարողանանք ստեղծել այդ համագործակցությունը եւ մեր ինքներս մեր համայնքների միջև եւ նաեւ տեղական մշակույթի հետ, որպեսզի կարողանանք զարգանալ, ծաղկել եւ երկկողմանի հարգանքը կարողանանք ստեղծել եւ
մեր տեղը նաև ունենանք եւ զգանք, որ մենք էլ գնահատված ենք այստեղ որպես հայ, ոչ թե որ մեկս մյուսի համար գնահատված լինենք, այլ նաև գնահատված լինենք տեղի բնակչության կողմից եւ մեզ ճանաչեն եւ հարգեն։ Ինձ թվում է, կարծում եմ մեկը մյուսի հետ շատ կապակցված է եւ ոգեշնչված եմ միշտ, որովհետեւ կարծում եմ, որ անկախ այն բանից ինչ մասնագիտություն ես ունեմ կամ մասնագիտություններ ունեմ եւ ինչքան եմ շատ աշխատում, ինձ միանշանակ շատ հագեցնում եւ լցնում այդ մշակութային կյանքը եւ համայնքային կյանքը։ Չգիտեմ, կարծում եմ, որ մեր մեծերից ով էր ասել իմ առաջին մասնագիտությունը հայ լինելն է, ոնց որ հիմա էլ դու ես այդպես ասում։ Ստացվում է այդպես, ես միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ ես կողքից մարդիկ որ ինձ տեսնում են, ասում են դու շատ ուժեղ հայ ես, բայց երբեմն ես մտածում եմ, որ ես բացի հայ լինելուց նաև աշխարհի քաղաքացի եմ, այսպիսի միտքեր ունեմ, ես կարող եմ շփվել տարբեր մշակույթի մարդկանց հետ, հարգանքով եմ վերաբերվում տարբեր մշակույթների մարդկանց եւ սա իմ փիլիսոփայությունը եւ կարծում եմ իդեալական կյանքը ինչ որտեղ գալիս է հենց այս հարաբերություններից, որպեսզի կարողանաս հարգել քո շրջապատի մարդկանց, ինչպիսին որ իրենք լինեն եւ նաեւ ճիշտ ձևով ներկայացնել քոնը։ Այսինքն այո, առաջին հերթին միգուցե հենց այդպես էլ կլինի, ինչպես դու նշեցիր, առաջին հերթին մասնագիտությամբ հայ եմ եւ նաեւ միևնույն ժամանակ աշխարհի քաղաքացի եւ մնացած մասնագիտությունները հերթով արդեն կարելի է դասակարգել հետո։ Այո, այդպես է ստացվում փաստացիորեն։ Չնայած ես երբեք խորը հայացք չի նետել, բայց ճիշտ է, որ հիմա մտածում եմ այդպես էլ կա։ Կարինե, երկար ժամանակ է ապրում ես, շփվում ես տարբեր հայ համայնքների հետ, վստահ եմ նկատած կլինես ինչ բաց ունենք հայկական համայնքներում։ Բաց ասելով ուզում եմ հասկանալ ինչի պակաս կա հայ համայնքում, որ կարող ենք մենք լրացնել, մենք մեր ներդրումը նաև ունենանք դրանում։ Հայ համայնքում կարծես հարցերից մեկը որ քննարկեցինք, մի քիչ ես անդրադարձա սրան, մենք հայ ենք այս երկրում, որ գալիս ենք տարբեր տեղերից, մենակ Հայաստանից չենք։ Եվ կարծում եմ բացերից մեկը, որը նաև իմ երազանքների մեջ է մտնում, դրա կարգավորելը երազանքների մեջ է մտնում, դա այն է, որ շատ անգամ մի կոնկրետ տեղից եկած հայերս մտածում ենք, որ մենք ենք ճիշտ հայերը։ Եվ ուզենք թե չուզենք անգիտակցաբար այսպես ասած խմբերի ենք բաժանվում, երբեմն գիտակցաբար, բայց ես հիմնականում համարում եմ, որ չգիտակցված շատ անգամ մենք բաժանում ենք մեկս մյուսից խմբերի, մենք ասում ենք, օ, ես այստեղից եմ, ես խոսում եմ արևելահայերեն եւ դա է ճիշտ հայերենը, բայց հանդիպում ենք մարդկանց, ովքեր խոսում են արևմտահայերեն, գալիս են մեկ այլ մշակույթից եւ շատ անգամ ոչ իրենց կամքից ելնելով այդպես է պատմականորեն դասավորվել ցավոք սրտի մեր ազգի կյանքը, որ մենք ծրվել ենք աշխարհով մեկ եւ այստեղ տեսնում ենք, որ մենք Հայաստանից ենք, Ռուսաստանից ենք, Սիրիայից ենք, Լիբանանից ենք, Գերմանիայից ենք, Ֆրանսիայից ենք եւ այլն, ու մենք շատ տարբեր ենք, Լատինո Ամերիկայից ենք, շատ տարբեր ենք, բայց տեսնում եմ եւ ցավով եմ տեսնում, որ երբեմն խմբերը բաժանված են եւ չեն իդենտիֆիկացվում, նույնականացվում իրար հետ։ Տեսնում եմ այդպիսի բաներ մարդկանց մեջ, զգացողություններ, որ կիսվել են ինձ հետ, կամ ես ինքս եմ նկատում եւ շատ մի մարդ եմ, որը շատ նայում է, անալիզ է անում, դիտորդի դերում շատ եմ լինում, չնայած շատ խոսել եմ սիրում, բայց դիտորդի դերում եմ շատ լինում եւ նկատում եմ, որ օրինակ շատ հայեր, որոնք խոսում են արևմտահայերեն, միգուցե իրենք չեն զգում նույն հայը, ինչ որ մենք ենք զգում, ովքեր որ Հայաստանից են գալիս եւ մեծ երազանք ունեմ, որ այդ պատնեշը մի օր փլուզվի եւ դրա համար պետք է անենք մի աշխատանք իմ կարծիքով, պետք է ներգրավենք մեկս մյուսի գործունեություններում, պետք է անենք ինձ թվում է ֆորումներ, ժողովներ, հավաքներ,
ֆիզիկապես հանդիպենք իրար հետ, միգուցե առցանց հանդիպենք իրար հետ, ինձ թվում է ձևաչափերը տարբեր են, փառք Աստծո այսօր տեխնոլոգիաների դարում կարող ենք ընտրել եւ կարող ենք տրանսպորտային ենթակառուցվածքներ այնքան են զարգացած, որ կարող ենք անգամ ֆիզիկական հանդիպումներ անել իրար հետ, չնայած որ մեծ երկրում ենք ապրում։ Կարծում եմ ձևաչափերը շատ են, մնում է միայն որոշենք մեզ համար, որ մենք ուզում ենք որպես համայնք միասին լինել եւ բոլոր հայերս մի օր կարող ենք մեզ մեջ բացահայտել եւ հանել մեզ մեջից այդ հայկական ոգին, որով կարող ենք միասին աշխատել եւ աշխատել թե մեր համայնքի ներսում, թե մեր հայրենիքի համար։ Ինձ թվում է մենակ աշխատելը ոչ միայն դժվար է, նաև անհնարին է, որպեսզի ինչ-որ լավ արդյունքների, մեծ արդյունքների հասնենք։ Մենակ նկատի չունեմ հենց մենակ մի հոգի, այլ նկատի ունեմ մի խմբով աշխատելն էլ, կարծես թե քիչ կլինի, իսկ աշխատելով, ներգրավելով բոլոր մյուս խմբերի հայերին, մենք մի բան կիսում ենք, մինիմում մի բան կիսում ենք իրար հետ, այդ մեր արյունն է, մեր հայկական ոգին է, ճիշտ է, եւ դա մի պոտենցիալ է, որը մենք միգուցե չենք օգտագործում այսօր եւ եւս մեկ անգամ ուզում եմ այստեղից հայտնել, որ ես կարծում եմ եւ ինքս ինձ մասնակից եմ տեսնում նման ֆորումների, մտահղացումների եւ ինիցիատիվաների, ես մեծ հաճույքով կզբաղվեմ այսպիսի թեմաներով, ոչ միշտ ցավոք սրտի ես կկարողանամ լինել մտահղացման հեղինակ, միգուցե որովհետև ժամանակի պակասել ունեմ, ցավոք սրտի, բայց ցանկացած մտահղացում, ցանկացած մարդու կողմից ողջունելի է եւ կներգրավեմ ցանկացած ծրագրում։ Այն առաջին 3 քայլերը, երբ մարդը նոր տեղափոխվում է Իսպանիա, ըստ քեզ որոնք են։ Առաջին 3 քայլերը, որ մարդուն պետք են Իսպանիա տեղափոխվելուց։ Կարծում եմ առաջին բանը դա լեզուն սկսել սովորելն է, եթե չես սկսել մինչ այդ, ես ինքս լեզուն սովորել եմ, երբ հասել եմ այստեղ, լեզուն սովորելն է, կարծում եմ ինտեգրվելը ցանկացած ձևով կարևոր է, մենք այստեղ կարծում եմ ճիշտ է, երբ որ դու գնում ես մեկ նոր տեղ ապրելու, որպես հայ մեր դեպքում, կարևոր է, որպեսզի ինտեգրվենք, ինչու, որովհետև միայնակ եւ ապրելով մեր այսպես ասած փակ կապսուլայի մեջ, դա մեզ օգուտ շատ չի տալու, մենք տեղում կդոփենք եւ չենք կարողանա այսպես ասած ունենալ այն օգնությունը, որը տեղացին մեզ կարող է տալ։ Այլ խորհուրդ կարող եմ տալ, լեզուն նշեցի, ինտեգրման մեծ մխրծվելը նշեցի, կարծում եմ գտնել մի հարթակ, եթե դա կլինի Իսպանիայի հայեր խումբը կլինի, ես գիտեմ այսօր ունենք տարբեր հարթակներ, ունենք քո հարթակը նաև կանանց համար, որը շատ էֆեկտիվ աշխատող հարթակ է իմ կարծիքով, կարծում եմ գտնել մի այդպիսի հարթակ, որտեղ կա օգնություն, որտեղ կարող ես տեղեկացվել, որտեղ կարող ես իմանալ քեզ ուզող հարցերի պատասխանը եւ գտնել կարևորը մասնագետներ նաեւ, որոնք կարող են քեզ ուղղորդել եւ օգնել, որպեսզի կարողանաս այդ քայլերը անել դեպի այդ կայացումը եւ հաստատումը այս երկրում։ Այնպես որ այսօրվա դրությամբ դա 10 տարի առաջ այդքան էլ հնարավոր չէր կամ այդքան էլ հասանելի չէր, այսօրվա դրությամբ մենք ունենք նաեւ այդ հարթակները, որտեղ որ կարելի է գտնել այդ օգնությունը եւ աջակցությունը։ Կարինե, իսկ ըստ քեզ, ինչպիսին է սփյուռքահայ կնոջ դերը համայնքի ձևավորման գործում, ինչպիսին պետք է լինի սփյուռքահայ կինը համայնքում։ Ես կարևորում եմ շատ, երբ կանայք ակտիվ են համայնքներում։ Ըստ քեզ ինչպես անենք, որ ել ավելի ակտիվանան, որովհետև իրոք շատ կարևոր է իրենց դերը։ Այո, սփյուռքահայ կնոջ դերը ինձ թվում է պետք է լինի կին, որը այո, պետք է լինի ակտիվ, պետք է լինի սկզբունքային, այն բոլոր թեմաները, որը նշեցինք, ես կարծում եմ
շատ երեխաներ ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց մայրերի հետ, քան հայրերի հետ, եւ կարծում են կինը այո, միգուցե ավելի շատ պատասխանատվություն է ստանձնում, ոչ թե ունի ի սկզբանե, այլ ստանձնում երեխայի դաստիարակության մեջ եւ կարծում եմ կարևոր է կնոջ այդ սկզբունքայնությունը եւ պատրաստակամությունը, որպեսզի երեխան կարողանա շարժվել այդ համայնքային կյանքի մեջ, պահպանելով իր մշակույթը եւ լեզուն, մենուն ժամանակ ուզեմ նաեւ նշել, չնայած որ մենք խոսում ենք այստեղ կնոջ տեսանկյունից եւ կնոջ մասին, ես կուզեմ նշել նաեւ, որ ես ինքս շատ սկզբունքային եմ մոտենում այդ հարցին, որ համայնքը որպեսզի կայանա, այո, կնոջ դերը շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նաև համագործակցությունը տղամարդկանց հետ։ Ես չեմ կարող տանել այն իրավիճակները, երբ կանանց վրա է թողնում ամեն ինչ, կանայք որոշեք, մենք կանենք կամ էլ թե չէ ժողովներ են լինում, հիմնականում կանայք են նստված, ես պայքարում եմ դրա դեմ եւ ուզում եմ նշել, կին լինելով հանդերձ, ես կարծում եմ, որ իդեալական համայնքային կյանքը ձևավորվում է եւ կարգավորվում է հենց տղամարդու եւ կնոջ համագործակցության արդյունքում եւ կարծում եմ շատ տղամարդիկ եւ կոչ կանեի այստեղից, եթե չգիտեմ տղամարդիկ ինչքանով են նայում մեր ոդկասթը կնայեն, բայց կոչ եմ անում նաեւ մեր համայնքի տղամարդկանց, որպեսզի ավելի ակտիվ ձևով ներգրավվեն համայնքային գործունեություններում, ինձ թվում է կան բնականաբար կանայք միգուցե ավելի լավ են անում X ինչ որ մի բան, տղամարդիկ ուրիշ ինչ որ Y մի բան, բայց կարծում եմ, որ հետաքրքիր մտահղացումներ բոլորը կարող են ունենալ եւ շատ կարեւոր է մեզ մոտ այդ ֆորում ասվածը, որպեսզի մենք քննարկենք եւ քննարկման մեջ ոչ միայն կանայք լինեն եւ որոշումներ կայացնեն, ոչ միայն կանայք, այլ նաեւ տղամարդիկ, որովհետև մեր մտքերը տարբեր են, մեր աշխարհին մոտենալու ձևերը տարբեր են եւ երկուսիս համադրությունը շատ կարեւոր է։ Շեղում արեցի, բայց կարծում եմ, որ համամիտ եմ քեզ հետ լիովին։ Համայնքային հայկինը ինձ թվում է պետք է նաեւ պայքարի ատուղությամբ, որպեսզի տղամարդը ավելի շատ ներգրավի համայնքային կյանքում։ Այսպես։ Կարինե, եթե հնարավորություն ունենայիր մեկ նախագիծ իրականացնել Հայաստան, Իսպանիա համագործակցության շրջանակներում, որը կլիներ դա։ Հայաստան, Իսպանիա։ Ես եթե փորձեմ դա տեղափոխել մշակույթային ծրագրի վրա, ես կարող եմ ասել, որ այդպիսի ծրագրերում մասամբ մասնակցություն ունեցել եմ եւ կշարունակեմ այդպես մասնակցել առնվազն այդպես, չնայած մտահղացումներ կարող ենք շատ ունենալ, կարծում եմ այստեղ օրինակ Մալագայում ունենք հոյակապ երաժշտական ամուսնական զույգ, ովքեր ունեն երաժշտական դպրոց եւ բազմաթիվ համերգներ են կազմակերպել հայկական դասական երաժշտության եւ իսպանական դասական երաժշտության էլեմենտներով եւ կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները մի մասնիկ են հենց այդ Հայաստան-Իսպանիա մշակութային կյանքի զարգացման եւ պահպանման համար նման ծրագրեր օրինակ մեծ հաճույքով կշարունակեի անելը, մասնակցելը նման ծրագրերում եւ փոքրիկ գաղտնիքով ասեմ, որ հիմա մտածում եմ այդպիսի մի պրոյեկտի մասին, ավելի գլոբալ ծրագրերի մասին, ես կարծում եմ, որ կարող ենք նաեւ ես ինքս ունեմ այդպիսի մտահղացում անգամ ավելի խորը գնալ եւ մեր գաստրոնոմիան ներկայացնել անգամ տարբեր կուրսերի միջոցով ներկայացնել իսպանացիներին եւ կարծում եմ իսպանացիք ես ամենասկզբում մտածում էի որ շատ փակ են նոր համեր բացահայտելու տեսանկյունից, սակայն ամեն ինչը չէ, դա փոխվել է, իմ միտքը արդեն փոխվել է, որովհետև ես բացահայտ տեսնում եմ, որ բավականին բաց են, օրինակ շատ այլ մեր հարևանների օրինակ գաստրոնոմիայի առումով շատ բաց են եւ Մարոկոյի ուտելիքներ են ուտում եւ վրացական են ուտում եւ այսպիսի այնպիսի տարբեր ազգերի ուտելիքներ են ուտում, կարծում եմ մի փոքր եթե մենք կարողանանք առաջ տանել
այս մշակույթը եւ մի քիչ ավելի համառորեն ներկայացնենք մեր գաստրոնոմիան, ինձ թվում է իսպանացիները նույնպես կսիրեն եւ կսովորեն մեր մշակույթին, այսինքն ես կարծում եմ անգամ գաստրոնոմիական մշակութային իրադարձությունները կարող են օգնել, որպեսզի այդ իսպանահայկական համագործակցությունը զարգանա եւ կազմավորվի եւս մեկ անգամ լրացուցիչ ձևով։ Կարինե, եթե մեկ նախադասությամբ նկարագրես քո առաքելությունը կյանքում, որը կլինի դա։ Իմ առաքելությունը կյանքում։ Իմ առաքելությունը կյանքում ես կարող եմ ամփոփել այսպես, ես լինելով մարդ, որը սպունգի պես այսպես սովորում է այստեղից այնտեղից եւ տարբեր փորձառություններից, մասնագիտական եւ ոչ մասնագիտական, նաեւ հասարակական գործունեությունից եւ առօրյայից, կարծում եմ ես մի մարդ եմ, ով սիրում է կիսվել, սիրում է օգնել, մեծ սրտով սիրում եմ օգնել մարդկանց, եթե ունեմ ժամանակ, ես կարծում եմ դա նաեւ ցույց եմ տալիս խմբում, երբ որ ժամանակ եմ ունենում, շատ մանրամասն բացատրություններ եմ տալիս եւ այլն, փորձում եմ սրտանց օգնել, դա հիմնականում գալիս է իմ անձնական փորձից, իհարկե, միշտ չի որ ամեն ինչ գիտեմ, բայց սրտանց սիրում եմ մարդկանց օգնել, դա լինում է իմ աշխատանքի մեջ է, լինում է հարթակում, լինում է առօրյա կյանքում եւ իմ կարելի է ասել նպատակներից մեկը, որ ինձ նաև հագեցնում է եւ բավարարում է որպես անձնավորություն, դա մարդկանց շարունակել օգնելը, ինչու որ կկարողանամ։ Ինձ մեծ պարգևում է մեծ այստեղ գալիս է իմ իսպանական միտքը, մեծ բավականություն է պարգևում մարդկանց օգնել, իմ առաքելությունը կարելի ասել, մարդկանց օգնելը կարող եմ ասել, շատ մեծ չհնչի, բայց զգում եմ այդպես, կլինի փոքր բաներով անգամ, Պիտանի լինելը հավանաբար։ Պիտանի լինելը, օգտակար լինելը, որպեսզի մարդկանց հեշտացնես, այն ինչ որ դու արդեն գիտես, այդ փորձի փոխանակումը անես։ Ինձ թվում է դա շատ կարևոր բան է ինձ համար, որպեսզի ես ինձ որպես մարդ լավ զգամ։ Շնորհակալ եմ Կարինե ջան հրաշալի զրույցի համար, որ թույլ տվեցիր քեզ ավելի խորը ճանաչել։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ Անի ջան, շատ զգացված եմ, որ քո ժամանակն էլ հատկացրեցիր ինձ ճանաչելուն։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա քո ոդքասթին մասնակից դառնալ։ Մեծ սպասումով ու մեծ սրտով էի սա անում։ Հուսամ, որ ելի առիթներ կունենանք, կզրուցենք արդեն ել ավելի ուրիշ ուղղություններով եւ ուրիշ կոնտեքստում։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, քեզ հաջողություն եմ մաղթում քո ոդքասթում։ Ես համոզված եմ, որ քո համառությամբ եւ նպատակասլացությամբ կհասնես դու մեծ բարձունքների ոչ միայն այս ոդքասթում, նաեւ քո գործունեությամբ, քո հարթակում եւ ընդհանրապես քո մշակութային կյանքում, որ տեսնում եմ, որ շատ լավ տանում ես առաջ։ Փոխադարձաբար նաև քեզ Կարինե ջան, շատ շնորհակալ եմ։